Ինչո՞վ կարելի է գնալ։ Խոսում է Երևանի ավականու անդամ Դավիթ Սանասարյանը։ Ոչ ենք անում, որպեսզի դուք վճարեք 100 դրամ ելույթներ։ Քաղաքապետը անօրինական որոշում է կայացնում եւ սրանով թալանում է ձեզ բոլորին։ Ես ձեզ խնդրում եմ, մի ամաչեք, վարորդներին մի մեղադրեք, վարորդների հետ կռիվ մի արեք, բայց վճարեք 100 դրամ իջեք։ Բոլորից վարորդի վրա դրած պլանի պատասխանը կարեք դուք տալ։ Վարորդը պետք է իր գծատերերին փոխանցի, որ քաղաքացիները չեն վճարում։ Հիմա ես դեից ֆեռում եմ գնանք։ Ես ձեր հետ գալիս եմ։ Դու մենակ քիչ ես։ Ես Երևանի ավականու անդամ եմ, ձեր հետ գալիս եմ։ Մեր հետ նաև ավականու ես անդամ։ Քիչ ես քաղաքապետարանում ներկայացնում։ Քաղաքապետարանում ներկայացնում ենք, բայց քաղաքապետը եւ իր ենթակաները փախածա։ Փախածա։ Այո, չեն ներկայանում։ Եկեք միասին։ Ժողովրդի սխալ բան մի ասա։ Ինչպես։ Մի ասա սխալ բան։ Ո՞րն է սխալ։ Դու ոչ մի բան չես ասել քաղաքապետարան։ Արեք միասին գնանք քաղաքապետարան, դուք ոչ մի բան չեք ասել։ Եկեք իրար հետ գնանք քաղաքապետարան։ Ես պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ, չիմանաս թե իմ համար հաճելի է։ Իմ համար հաճելի չէ, ցավը տանել։ Իմ համար հաճելի է 50 դրամ, որ իմ երեխեն, իմ ընտանիքս էլ 50 դրամից օգտվի։ Ոչ էլ իմ համար հաճելի է, որ ես գիշերը 2 ժամ եմ քնում ու առավոտից իրիկուն տառապում եմ։ Ու երեք, մի հատ կին այս սենց անում։ Էսի քո 50 դրամը, էս էլ երկրորդ 50-ը։ Էդի կին սրբություն, հա։ Կինը մեր հայատանիքում սրբություն է, երեխա է դաստիարակում։ Իմ համար հաճելի չէ, որ կինը իմ վրա կոպեկ աշպրտում։ Հաճելի է, որ դու ելնես իմ տեղը ինչ կանես, ցավը տանես։ Դուք որպես վարորդ հիմա ինչ եք առաջարկում։ Ձեզ էլ հաճելի չի, մեզ էլ հաճելի։ Որ այսպես բաներ, էսի բողոքելու տեղ չի։ Էսի բողոքելու տեղ չի։ Նման ձևով ընդունեք, դուք էլ եք երթևեկությանը խանգարում։ Երեք դուք գիտեք այս դիմացի ինչ էր կատարվել։ Բոգդանը վրայերփի էր կատարվել։ Ու նման ձեր մոտեցումների համար։ Այդ դուք էլ որպես երևանցի ինքներդ էլ պետք է Ես իմ տեղը կարամ խոսամ, բայց ես ոչ մեկի տեղը այսօր լրիվ մոտենում են ինձ։ Ձեզ ոչ չեն վճարում, ես եք պատասխանում։ Եթե նորմալ ասում եմ, որ բոյկոտում են և 100 դրամ է վճարում։ Ավտոբուսի մեջ բոյկոտելու ձև չի։ Բոյկոտելու ձևը, եսի որտեղից որ առաջացել է, ես պատրաստ եմ մենք հիմա գնալու ենք այնտեղ։ Դուք վիրավորում եք քաղաքացիներին թե ոչ։ Ես չեմ վիրավորում, ոչ է վիրավորվում եմ։ Ես վիրավորվում եմ այն նման քաղաքացու, ով որ ինձ վճարում է 100 դրամ, ու մեկ է թղթի վրա գրած 50 դրամ արկո հասանելիքը։ Այսօր իմ հասանելիքը այդ չի։ Ես իմ տեղը գծատները ինքը լավ էլ պատրաստ է։ Այսօր դու գծատների կարգավիճակներ չգիտեք։ Այսօր գծատները 2 տարի առաջ վիզա դրել ես ավտոբուսը բերել, որ այս բոլոր ամբողը գազելի մեջ շախմատի ձիչը դառնա։ Իմացար։ Իհարկե ունի։ Դուք ձեր քայլը արեք, տեսեք ինչքան օգուտ է։ Սրանք անասուններ են եւ հազար ներողություն։ Անասունը ես եմ, եթե ես չեմ կարողանում իրար բանել։ Իրանք անասուն չեն։ Իրանք լավ են անում, մեզ տեղն է, եթե մենք լուր ենք տնում։ Եթե 150 դրամում համար չէ։ Ես բողոքի դուշտա, հետ էր մնա, որպեսի չվճարեմ 100 բոլորն էլ ասում են, որ 100 ժողովրդի գրպանից է դուրս գալիս։ 100 դրամից ավել չտա։ 100 դրամ միայն։ Վարորդները չեն բողոքում։ Վարորդների կողքը նստացում են այս մարդկանց, այսքան ջահել ջոյերների, որպեսի ժողովրդին նախապետեն, տվեք 150 դրամ, բայց ինչի համար։ Վարորդը մեղավոր չէ, վարորդի պլանը գավելացնել, բայց այդ պլանը ոչ թե մտնում է, վարորդին է մնում, այդ պլանը գնում է գծատիրոջ գրպանը։ Ինչքան կարելի է ժողովրդին այսօրի բանել։ Գծատիրոջ եւ գլխավոր գծատիրոջ, Շարոն Մարկայանի գրպանն է մտնում։ Այո։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ 100 դրամ տվեք իջեք։ Ես 100 դրամից ավել չէ։ Ասեցի։ Նույնիսկ ագիտացիային տանում մեքենաների մեջ։ 100 դրամից չեմ տալու։ Տվեցի վարորդին ասեցի, էդ է կարաշ, տես էսի չտվի, վերցրեք ռիպորտն անես։ Չեն ուզում։ Վարորդին տվեք 100 դրամ։ Ես տվեցի, ինքը չուզեց, ես է վերցրեցի, չի ուզում, թող կանգնի ժողովուրդն։ Մեր ժողովուրդն է մեղավոր։ Այո, այո։ Մեր ժողովուրդը մեղավոր է։ Թող ժողովուրդը չտա, ամոթ է ո՞րն է, ամոթենա սոված է ժողովուրդը։ Ամոթենա, որ մեզ էշի տեղ է։ Էշի տեղ է դրա, այո։ 40,000 ստացողը ո՞նց է տալու այս կանչամիցած։ Հերիք է արդեն։ Կերան մեզ եւ ինչ էր անում։
արեք, հայ ժողովուրդ։ Ժողովուրդ 100 դրամ։ Ձեր իրավունքներին տեր կանգնեք։ Ո՞նքան մուծեցիք։ Ներեցեք դուք ինչքան վճարեցիք։ Կանգնողները պետքա չվճարեն, ցարապես։ Որքան որ բոլորը։ 100 դրամ։ Ոչ, մենակ 100 դրամ։ Շնորհակալություն։ Ապրեք, ետ թողեք տարոնը թալանի ձեզ։ Ժորժան 100 դրամ ապարատարում է։ Մի թողեք որ տարոնը թալանի ձեզ։ Երևանի ավարտան։ Վճարում ենք 100 դրամ, ավել չէ, փոխել են որոշումը մեկը։ Քաղաքապետը քնից զարդի փոխում է որոշումը, պրոստը գնաց է հիմա։ Ինչքան վճարեցիք։ Դե շատ կուզենայի որ 100 լիներ, բայց ով է լսում։ Ալիս ես 100-ին, բա պահանջում են, որ գրած ընդեղ թղթի վրա բան կա։ Չեք պատրաստվում բոյկոտել, չվճարել։ Իհարկե ցանկալի է չլինի, որտեղ ես ինքս ուսանող երեխաներ ունեմ, շատ քիչ է աշխատավարձ, ամենից շատ վատ է, դե պայքարենք։ 100 դրամ իջի։ Կտամ 100 դրամ եւ իջնեմ, այո։ Դրա համար ձեզ կոչ եմ անում, հիմա մենք էլ ենք 100 դրամ, այսքան ժողովուրդ, տալու ենք 100 դրամ իշնենք, ձեզ կոչ ենք անում, որ ինքներդ են 100 դրամ տալ։ Մենք տալու ենք։ Շնորհակալություն։ Ես դրանից միայն Սահմանից մենք մասնակցելու ենք։ Պատրաստվում եք 100 դրամ վճարել։ Իհարկե, ամենը չենք տալու։ Ես 100 դրամ վճարել։ Խնդրում եմ նաև, որ վարորդի հետ որից է խնդիր չունենա, վարորդը ստեղ դժվար է, բայց մի ասեք, վարորդը խեղճ է, դրամա Այ բալաջան, խեղճը մենք ենք, մենք։ դուք եք որ ամսական 5000 դրամ ձեր Մենք էլ ենք ձեր հիմա ժողովուրդ ենք։ Սրանից մենք ոչ քյար ունենք, ոչ է։ Այս ամեն ինչը գնում է Իսկ ձեր պլանները բարձրացել են։ մերը չէ։ Մեր գծի ղեկավարությունը դեռ չի բարձրացրել, ասում է սպասեք տեսնենք, այս որոշումը ինչ է։ Ուրիշ գծերին է բարձրացել։ Մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մենք ինչի գործադուլ անենք։ Կամ եթե ես գործադուլ անեմ, ով է իմ ընտանիքի կերակը։ Արգելի վարորդ, ես պատրաստեմ, որ ձեր օրվա աշխատած գումարը ձեզ օրեկան տա։ Համաձայն եք։ Ինչքան վճարեցիք։ 150։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ես Երևանի ավականու անդամ եմ, ձեզ բոլորիդ կոչ եմ անում, տարոնին չհարստացնել այդ 50 դրամներով։ Վարորդը ողջերի չանան, վարորդը մեղ չունիսներ, բայց չենկա բոլորը հասկանան, որ մեզ ոչ տեղ չեն։ Եթե վարորդը, որ է ջերեք։